Ողջույն Reopen Media-ի ուղիղ եթերում Renews լրատվականը մեկնարկում է իր աշխատանքը, ես Անին եմ Զաքարյան, մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության։ Վաղ առավոտյան համացանցում տեղեկություններ տարածվեցին, թե հետապնդումներ են իրականացվում Սրբազան պայքարի անդամների նկատմամբ։ Այս առիթով հաղորդագրություն է տարածել Հայաստանի քննչական կոմիտեն։ Սրբազան պայքար անվանումով շարժման մասնակիցները եւ ղեկավարները պլանավորել էին Հայաստանում իրականացնել ահաբեկչական եւ իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ Քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական եւ այլ վարութային գործողություններ։ Մասնավորապես ասված է քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։ Ըստ էության ռազմական հեղաշրջում կանխելու մասին են հայտնում քննչական կոմիտեից։ Ասում են Սրբազան պայքար անունով շարժումը ձեռք է բերել ահաբեկչություն կատարելու եւ իշխանությունը զավթելու համար միջոցներ ու գործիքներ։ Մեկ տասնյակից ավելի մարդկանց անվանատարեր է հրապարակում քննչական կոմիտեն, որոնք ըստ իրավապահ կառույցի նստել, մտածել ու ռազմական հեղաշրջում են նախագծել։ Հրապարակված անվանատարերի մեջ ՎԳ համակցությունը կա, որին վերագրում են պայքարի առաջնորդությունը։ Հավանաբար Վազգեն arczepiskopos Գալստանյանի մասին է խոսքը։ Հանցավոր խմբի ղեկավարները իրենց հանցավոր նպատակներին հասնելու համար գործադրել են հոգեբանական եւ քարոզչական բնույթի հիմնարկներ, տեխնոլոգիաներ, հիմնականում ապօրինի գործողությունների կատարումը վերապահելով արկածախնդիրներին։ 25 հոգանոց մոտ 200 հարվածային խումբ խաղաղ պայքարին զուգահեռ պետք է դարանակալեին կառավարության շենքն ու ամեն գնով կատարեին իրենց առաջ դրված խնդիրն ըստ քննչական կոմիտեի։ Նաև ասում է, որ խմբերից ոչ մեկ մյուսի խնդիրը չպետք է իմանա։ Դեպքի առիթով նախաձեռնված քրեական վարույթով քննչական գործողություններ են սկսվել։ Առավոտից խուզարկվում են Բագրատ arczepiskopos Գալստանյանի եւ Սրբազան պայքարի մյուս համակիրների տները, հայտնում են շարժման անդամները։ Իդեպ մի քանի օր առաջ ձերբակալվել եւ հիմնականում բաց էին թողնվել շարժման ու հայ հեղափոխական դաշնակցության անդամները։ Այս պահին խուզարկություններ են տեղի ունենում նաև դաշնակցականների տներում։ Դաշնակցության Հայաստանի գերագույն մարմինի անդամ Արմատամարտիկ Իլիս Սարգսյանի բնակարանը, որտեղ վաղ առավոտվանից ԱԱՏ ծառայողները նաև դիմակավորված խուզարկություն են իրականացնում, թույլ չեն տալիս որևէ մեկը ներս մտնի։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ հեղաշրջման պատրաստվողները քարտեզներ են ձեռք բերել եւ Երևանի լուսացույցներն անջատելու տեղերը ճշտել, որ երթևեկությունը կատվածահարան են։ Ըստ կառույցի ձեռք են բերվել պայթյուններ կատարելու եւ կրակոցներ արձակելու համար նախատեսված հազարավոր հրավտանգ միջոցներ եւ սրածայր աստղիկներ կրկին երթևեկությունը կատվածահարանելու համար։ Սրբազան պայքար շարժումն առավոտյան հայտարարություն է տարածել։ Իրավապահները շարունակում են հետապնդել Սրբազան պայքարի կողմնակիցներին։ Այսօր վաղ առավոտյան նրանք խուզարկություններ են սկսել Սրբազան պայքարի աջակիցների տներում։ Իրավապահները գործողություններ են իրականացնում նաև Բագրատ arczepiskopos Գալստանյանի բնակավայրում։ Խախտելով անմեղության կանխավարկածը Փաշինյանը շտապեց հայտարարել, իրավապահները կանխեցին Հայաստանի Հանրապետությունը ապակայունացնելու եւ իշխանությունը բռնազավթելու քրեա օլիգարխակղերական խոշոր ու եղկելի պլանը, գրել է նա իր Facebook-յան էջում։ Խուզարկություններն այս պահին շարունակվում են։ Սիմոն Հովանիսյան, Reopen Media։ Ենթադրյալ հեղաշրջման մասին երեկվա թղթերի արտահոսքից հետո Facebook-յան գրառում է արել վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մեջբերեմ, բայց մի տեսակ նեղված եմ, չեմ հասկանում, բա այն ազգակործան պատուհասը յուր աղանդավորականներով հանդերձ ինչու հիշատակված չէ պետական հեղաշրջման պլանում։ Մեր դպրոցի վատ աշակերտները դրա նմաններին ասում էին մեռելիս դա չի։ Այլ խոսքով ազգադավ վիժվածք, բոլոր ազգադավ վիժվածքների հոգևոր առաջնորդ, ընդ որում ինքնակոչ, թե բա ազգակործան պատուհաս, գիտնական ոչիլ, մեջբերման ավարտը։ Ենթադրաբար Աննա Հակոբյանը նկատի ունի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, որն իր խոսնակի միջոցով Նիկոլ Փաշինյանին կոչել էր ազգակործան պատուհաս։ Հայ եկեղեցու առաջնորդի դեմ Փաշինյանի նախօրեի գրառումներին արձագանքել է Մայրաթորի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյանը, մեջբերում եմ նրա գրառումը։ Սա փրված ծաղրածուն ոչ մի կերպ չի ազատվում իր մտասևեռումներից ու կպչյուն մտքերից։ Հիվանդ երևակայությունն անընդհատ սավառնում է նույն առանցքի շուրջ, իրեն թվում է հիմարությունները բազմիցս կրկնվելով կդառնան իմաստություն, իսկ բամբասանքները ճշմարտություն։ Ոչ ոք իզորու չէ խանգարել քեզ, պարոն, իրացնելու, խայտառակ լինելու քո սահմանադրական իրավունքը։ Շարունակիր դիմակայել համազգային մարտահրավերներին կրքոտ ու խանդավառ հայհոյախոսությամբ։ Դա քո սնունդն է, գրել է նա։
Իսրայելի հետ հրադադարը պահպանելու պատրաստակամություն է հայտնել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը, հակամարտող երկրների առաջնորդները հայտարարություններ են տարածել։ Մեջբերեմ Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին եւ սարսափելի գին վճարեց Իրանի դեմ իր ագրեսիայի համար։ Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին, ոչնչացնել Իրանում գտնվող օբյեկտները, խափանել միջուկային հետազոտությունները, սոցիալական անկարգություններ առաջացնել հանրապետությունում։ Հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանը իրանցի ժողովրդին իր ուղերձում։ Իսկ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն խոսել է Իրանի դեմ պատերազմում տարած պատմական հաղթանակի մասին։ Մեջբերեմ, մենք հասանք պատմական հաղթանակի, որը սերունդները կհիշեն, մենք չեզոքացրինք երկու անմիջական գոյաբանական սպառնալիք, միջուկային ռումբերով ոչնչացման սպառնալիքն ու 20,000 բալիստիկ հրթիռի վտանգը, ասել է նա ու հավելել, որ եթե ինչ-որ մեկը փորձի վերակենդանացնել միջուկային զենք ունենալու ծրագիրը, իրենք կգործեն նույն վճռականությամբ նմանատիպ ցանկացած փորձ կասեցնելու համար։ Իրանը միջուկային զենք չի ունենալու, եզրափակել է Նեթանյահուն։ Այսուհանդերձ նշենք, որ Միացյալ Նահանգների հետախուզության նախնական գնահատականով Միացյալ Նահանգների հարվածներից հետո Իրանի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները, այդ թվում ցենտրիֆուգները, հնարավոր է վերագործարկվեն ընդամենը մի քանի ամսվա ընթացքում, իսկ հարստացված урանի հիմնական մասը նախորոք էր տեղափոխվել եւ ժամեր առաջ էլ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանում ոչ ոք չի հրաժարվի միջուկային ծրագրից, թափանցիկ ծրագրից, որը գտնվում է ատոմային էներգիայի միջազգային գործակալության վերահսկողության ներքո։ Սպասենք զարգացումներին։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին բացառիկ հարցազրույց է տվել Ալ-Արաբի Ալ-Ջադիդ պարբերականին եւ անվստահություն հայտնել առայն թե Իսրայելը երկար ժամանակ հավատարիմ կմնա հրադադարի մասին պայմանավորվածություններին։ Նախև առաջ անհրաժեշտ է պարզել, արդյոք ագրեսոր կողմն իրականում ունակ է կիրարկել եւ պահպանել հրադադարը, թե ինչպես նախկինում Իսրայելում ներքին մրցակցությունը նորից կհանգեցնի նրան, որ հրադադարը պարզապես կօգտագործվի ներքին ճգնաժամերը կարգավորելու համար։ Մենք ընդունեցինք հրադադարը պահպանելու բարոյական գերակայությունը եւ այն վերածելու նոր քաղաքականության հիմքի, հիմնված իսլամական եւ տարածաշրջանային արժեքների վրա։ Իսլամական երկրների եւ տարածաշրջանի ժողովուրդների աջակցությունն ամրապնդեց մեր քայլը եւ ել ավելի մեկուսացրեց Իսրայելին, ասել է Իրանի գլխավոր դիվանագետը։ Իրանի քաղաքական շրջանակներում հնչող դժգոհություններին, թե Մոսկվան բավարար չափով չաջակցեց Թեհրանին, արձագանքել է Կրեմլը։ Ռուսաստանի նախագահի մամլոխոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, մեջբերում է. այժմ շատ են նրանք, ովքեր ցանկանում են կրակին յուղ լցնել, որպեսզի փչացնեն Մոսկվայի ու Թեհրանի միջև գործընկերային հարաբերությունները։ Ռուսաստանն իսկապես աջակցել է Իրանին իր հստակ դիրքորոշմամբ։ Մենք մտադիր ենք հետագայում եւս զարգացնել մեր հարաբերություններն Իրանի հետ, մեջբերման ավարտը։ Իրանական Ուրմիա քաղաքում մահապատժի են ենթարկվել Իսրայելի հետախուզական ծառայության Մոսադի 3 գործակալներ, հաղորդում է Press TV-ն։ Նրանք մաքսանենգ ճանապարհով երկիր էին տեղափոխում սպանության համար նախատեսված սարքավորումներ, հաղորդում են իրանական լրատվամիջոցները։ Հիշեցնենք, որ Իրանի վրա Իսրայելի հարձակումների առաջին իսկ օրերից տեղական լրատվամիջոցները սկսեցին հաղորդել իսրայելական հետախուզության հետ կապված անձանց ձերբակալության մասին։ Նախորդ օրերին Իրանում կախաղան էին հանվել Մոսադի գործակալ լինելու մեղադրանքով եւս մի քանի դատապարտյալներ։ Times of Israel հաղորդում է, որ 3-7 իսրայելցի զինվորներ են զոհվել Գազայի հարավային հատվածում տեղի ունեցած մարտերի ժամանակ, երբ նրանց զրահամեքենան պայթեցվել է Իսրայելի պաշտպանության բանակի նախաքննության տվյալով մի պաղեստինցի ռումբ է տեղադրել Պումա զրահամեքենայում, որով զինվորներն անցնում էին Խան Յունիսի միջով։ Պայթյունի հետևանքով մեքենան բռնկվել է, կրակը մարելու փորձերն անհաջող են եղել։ Բոլոր զինվորները, որոնք գտնվում էին դրա մեջ, զոհվել են։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մեկնարկից առաջ Շահագահ ժամանած Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եվրոպական գործընկերներին կոչ է արել ընդլայնել ներդրումները Ուկրաինայի պաշտպանական հատվածում։ Նա հայտարարել է, որ պատերազմից ավերված իր երկրի պաշտպանական հատվածը կարող է շատ ավելին արտադրել, սակայն ֆինանսավորում է պետք։ Մեր պաշտպանական արտադրության ներուժը գերազանցում է 35 միլիարդ դոլարը, ասել է Զելենսկին ՆԱՏՕ-ի պաշտպանական արդյունաբերության ֆորումում, հավելելով, որ իր երկիրը արտադրում է ավելի քան 1000 տեսակի սպառազինություն, զրահատեխնիկա, անօդաչու թռչող սարքեր եւ հրթիռներ, բայց ըստ նրա ռազմաարդյունաբերության ներուժի 40%-ը չունի պատշաճ ֆինանսավորում։ Հյուսիսատլանտյան ռազմական ներուժի զարգացման նախագիծը ներառում է 150 միլիարդ եվրոյի վարկային ծրագիր համատեղ գնումներին նպաստելու համար, որը բաց է նաեւ Ուկրաինայի համար։
Վլադիմիր Զելենսկին ողջունել է այս նախաձեռնությունը, հավելելով. կարևոր է հիշել, որ Ուկրաինան հավասար գործընկեր է այս ծրագրում, ինչը նշանակում է, որ անվտանգության ապահովումը մեր ընդհանուր գործն է։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Զելենսկին վստահեցրել է շարունակական աջակցության մասին։ Այս տարի դաշնակիցներն արդեն խոստացել են Կիևին մոտ 35 միլիարդ եվրոյի օգնություն տրամադրել։ Ռյուտեն հիշեցրել է, որ դաշինքը կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի խաղաղության հաստատման դեպքում Ուկրաինան լինի այնքան ուժեղ, որ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը երբեք այլևս երկրի 1 քառակուսի կիլոմետրն անգամ չփորձի զավթել։ Ուկրաինայում ռուսական բանակի կորուստները գերազանցել են 1 միլիոնը, որից 250,000-ը զոհվել են, տվյալները Deutsche Welle-ին հայտնել է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան։ Նա նշել է, որ ըստ դաշինքի գնահատականի տնտեսական տեսանկյունից Ռուսաստանը կկարողանա պատերազմել առնվազն մինչև 2027 թվականը։ Աբզաս մեդիայի լրագրողների եւ աշխատակիցների հանդեպ ընդունած խիստ դատավճիռները մտահոգիչ են, նշված է Եվրամիության դիվանագիտական ծառայության հայտարարության մեջ։ Նշված է, որ Եվրոպական միությունն Ադրբեջանին կոչ է անում հարգելու մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, կատարելու միջազգային պարտավորություններն ու հանձնառությունները եւ անհապաղ քայլեր ձեռնարկելու բոլոր լրագրողների եւ լրատվամիջոցների աշխատողների համար անվտանգ ու նպաստավոր միջավայր ապահովելու համար։ Եվրամիությունը հանձնառու է շարունակելու մարդու իրավունքների շուրջ երկխոսությունն ու համագործակցությունը Ադրբեջանի հետ։ Մենք հավելենք, որ ավելի վաղ BBC-ն հայտնել էր, որ Ադրբեջանի դատարանը դատապարտել է Ալիևների ընտանիքի բիզնեսը հետաքննած լրագրողներին, իսկ Աբզաս մեդիան հայտնի է պաշտոնյաների շրջանում կոռուպցիայի վերաբերյալ իր հետաքննություններով։ Օրինակ, գործակալության լրագրողները պարզել էին, որ Զանգիլանի շրջանում բարձր տեխնոլոգիական խելացի գյուղի կառուցումն իրականացնում է նախագահի օգնականի եղբոր ընկերությունը։ Այս ժամի համար այսքանն էինք նախատեսել, ես պիտի հիշեցնեմ, ինչպես միշտ, որ մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության։ Մեր հաջորդ թողարկումը ժամը 15-ին է, կհանդիպենք այդ ժամին առայժմ։